Բոլորին բարի օր եւ բարի գալուստ Mountain High Farms, Ջրաղացի ձոր, Դիլիջան ազգային պարկ, Տավուշ։ Այսօր 2026 թվականի հունիսի 5-ն է, սա մեր տղաների գլխաքանակն է, որը հենց նոր տեղափոխվել է նոր տեղամաս։ Մի քիչ քամի սկսվեց, ես ներողություն պետք է խնդրեմ, եթե քամու ձայնը պետք է մեզ մի քիչ խանգարի, կփորձեմ մաքրել իհարկե, բայց այսօր ուզում եմ մի քիչ խոսել եւ բացատրել հարթ եւ թեք տեղամասերի, այսինքն լանջերի տարբերությունը եւ ինչպես նրանց պետք է տարբերակված մոտենալ վերականգնողական գյուղատնտեսության մեջ։ Հարթ տեղամասերը, դրանք սովորաբար ավելի հաստ հողային շերտ ունեցող տարածքներ են։ Հարթ տեղամասերում հողի շերտը հաստ է, խոտերը ավելի բարձր են, քանի որ արմատային նաև համակարգը հարթ տեղամասերում ավելի խորն է հողի հաշերտի պատճառով։ Այն դեպքում, երբ որ թեք լանջերում, քանի որ հողի շերտը ավելի բարակ է, այնտեղ ավելի խոտը կարճ է։ Բայց ինչու են լանջերը կարևոր։ Որովհետև հարթ տեղամասերում հողի հաստ շերտի պատճառով բազմազանությունը բուսականության ավելի ցածր է։ Իհարկե մենք գտնվում ենք Դիլիջան ազգային պարկում եւ այստեղ չափազանց բարձր բուսաբազմազանություն կա, մենք ալպիական գոտում ենք գտնվում, սակայն որովհետև խոր արմատներ ունեցող բուսականությունը եւ բուսատեսակները կարողանում են ճնշել այնպիսի բուսատեսակներին, որոնք բարձր չեն կարողանում աճել, օրինակի համար մեր համար շատ կարևոր երեքնուկը, որ այստեղ երևում է, բուսաբազմազանությունը լինում է համեմատաբար քիչ։ Դա նույնիսկ տեսեք, երևում է անզեն աչքով, տեսեք մենք այստեղ բրոմսեջ ունենք, այս հասկավորված բույսերը, որոնք ընդհանրապես իրենցից ոչինչ չեն ներկայացնում, բայց տեսեք իրանք արդեն բարձրացել են։ Այն դեպքում, երբ որ տակն է գտնվում երեքնուկը, որը դուք այստեղ տեսնում եք, եւ ճշված վիճակում է։ Այն դեպքում, երբ որ եթե մենք ուղակի անցնենք լանջերին, մենք կտեսնենք, որ տեսեք երևում է, որ երեքնուկի այստեղ հարաբերությունը տոկոսային ավելի բարձր է։ Ինչու՞։ Որովհետև խոտը ներողություն, որովհետև հողի շերտը լանջի վրա ավելի բարակ է։ Եվ նա թույլ չի տալիս այս բուսատեսակներին շատ ճնշեն երեքնուկին եւ երեքնուկը այստեղ տեսեք արդեն, չգիտեմ, կարելի ասել ծովային առատություն է եւ ավելի բազմազանությունը մեծ է թեք լանջերի վրա։ Բացի դրանից, քանի որ հողի հաստությունը լանջերի վրա բարակ է եւ տակը գտնվում է քար, իսկ քարը ավելի արագ է տաքանում արևից, այսինքն արևը ավելի շատ տաքացնում է լանջերը, ավելի շուտ, եւ որը նշանակում է, որ լանջերի վրայի խոտը ավելի արագ է վերականգնվում։ Դրա համար կարևոր են լանջերը։ Հիմա մենք եթե ուղղահայաց տրամադրեք այս, ուրեմն տեսեք ընդեղից հարթից բարձրանում ենք վերև ուղիղ եւ բավական թեք է լանջը։ Կարելի են բարձրանան կենթայինները եւ ավելի շատ կգերարածեցնեն ձեր հարթ տեղամասը։ Դրա համար մենք եռանկյունու նման տվել ենք, որպեսզի իրենք կարողանան թեք բարձրանալ։ Եվ տեսեք արդեն ունենք հետաքրքրվողներ,
լանջի ավելի հյութալի եւ ավելի բազմազան խոտի համար։ Սա հյուսային ավելի շատ արևմտյան լանջ է, այստեղ ավելի թեք է տարածքը, ավելի կտրուկ է լանջը, իսկ մենք ունենք այն տեղամասերը, որտեղ հիմա մեր աղջիկներն են, որոնք ավելի մեղմ է լանջը։ Բայց քանի որ մենք հիմա պետք է կարողանանք առանձնացնել տղաներին աղջիկներից, որպեսզի տղաները չծածկեն աղջիկներին, որոնք դեռ ծնի սեզոնի մեջ են, որոշները արդեն ծնել են, եւ այս դեպքում կարող են իրենք ամբողջությամբ հարամել մեր ծնի սեզոնի կառավարումը, այն գարնանայինից դարձնելով զմերային, որը մենք չենք ուզում, մենք օգտագործում ենք այս հնարավորությունը, որ ջրաղացի գետը հոսում է հենց ձորի մեջտեղով եւ տղաներին բնական պատնեշով, գետով առանձնացրել ենք աղջիկներից։ Սա մեկ։ Երկրորդը, մենք հիմա վերականգնման ստադիայի մեջ ենք գտնվում, այս կենդանիները դեռ վերականգնվում են։ Իրենք դեռ չեն մտել բտման փուլի մեջ։ Բտման փուլի մեջ մտնելու համար հարկավոր է մեզ հասցնել ինչքան հնարավոր է շատ օգտագործել այս տեղամասերը հիմա գարնանային, ասեմ գարնանային, մենք դեռ օրացուցային ամառ է, բայց մենք սեզոնային գարնան մեջ ենք գտնվում, որպեսզի բտման համար օգտագործենք արդեն վերականգնված, ավելի թարմ վերականգնված եւ բազմազան երկրորդ փուլի խոտածածկ, որը շատ ավելի իհարկե սննդարար է լինելու առաջի փուլից, որովհետև տեսեք ինչքան ճնշում կա, այստեղ ունենք մենք այս տատասկները կանադական, որից ոչ մի ձև օգտվելու հնարավորություն չկա, մենք ունենք այս վայրի շուշանները, որոնք պետք է արագ վերացվեն, որպեսզի իրենց հետևից գա ուրեմն այն քաղցր խոտաբույսերի եւ բարձր պարունակող պրոտեինով երեքնուկի ալիքը։ Դուք կարող եք տեսնել նաեւ, ես տեղադրել եմ տեսանյութեր, որ այս վերջի մի քանի օրվա մեջ տեղացել է մեր ամսական նորմայի տեղումների 40%, այսինքն մեր մոտ նաեւ խոնավությունը բարձր է եւ ջրառատ է։ Խոնավությունը բարձր նշանակում է, որ պետք է մենք հիմա արագությամբ, արագ փոխելով արոտավայրերը խիտ արածեցմամբ, ինչքան հնարավոր է առաջ շարժվենք, որպեսզի մեր առջև գտնվող խոտը չդախանա եւ չկորցնի իր սննդարարությունը։ Բացի դրանից, քանի որ մոտ ջրառատ է եւ խոնավ է հիմա, ինչքան մենք արագ առաջ շարժվենք, այնքան մեր հետև մնացած արդեն արածեցված խոտածածկը ավելի արագ կվերականգնվի, հնարավորություն տալով մեզ մտնել բտման փուլ, արդեն երկրորդ անգամ վերականգնված խոտածածկի վրա, որը նաև ավելի սննդարար լինելու։ Սրանք այն բոլոր հնարքներ են, որ մենք օգտագործում ենք վերականգնողական գյուղատնտեսության մեջ։ Նաև եթե նայեք մեր տեսանյութերը նախկինում եւ ես այստեղ կտեղադրեմ, որ կարողանաք հեշտ գտնել, իրանք Երևան վերևում, որ մենք օգտագործում ենք մեր գերժամանակակից եղանակային կայանը, որը միացված է մի քանի աբոները դրանք արհեստական բանականություններն են, որոնցից մի մասը եղանակային կանխատեսումներն է վերլուծում, մեզնից առաջ գտնվող եղանակը, մյուս մասը մուտք ունի մեր եղանակային կայանի գլխուղեղի ամբողջ այդ բոլոր տվյալները, որը հավաքում է այդ կայանը եւ վերլուծում են այդ աբոները եւ մեզ տալիս են կողմնորոշումներ մեր տակտիկական քայլերի վերաբերյալ։ Իրենք նաեւ
վերլուծում են լուսանկարները, որ մենք անում ենք այս խոտածածկի տարբեր տեղերից, տարբեր բարձրությունների վրա, տալով նաև իրենց այդ բարձրությունները եւ մեզ ճշգրիտ առաջարկություններ են տալիս, թե ինչքան արագ շարժվենք մենք, ինչքան արագ տեղափոխենք տեղամասեր, ինչքան մեծ լինեն, խտությունը կենդանիների ինչքան լինի, սննդարարությունը պահպանելու համար, չկորցնելու համար, սննդարարությունը տեղամասերի եւ այլն, մենք անում ենք դիտարկումները ամեն մի, չգիտեմ, 2-3 օրը մի անգամ, քանի որ եղանակը արագ փոխվում է եւ անձրևներն են շատ գալիս, տաքանում է ավելի շատ եղանակը, մենք ասեցի, որ մենք ամառ դեռ չենք մտել, սա մեր մոտ եղանակային գարուն է, միգուցե գարն անվերջ, բայց ոչ ամառ։ Եվ ինչի համար ենք սա անում, ոչ միայն նրա համար, որ 21-րդ դար է, այլ որովհետև ամեն մի ճշգրիտ քայլը եւ ամեն մի հաշվարկված տեղափոխումները, շարժումները մեր մոտ մեզ տալիս են հավելյալ կիլոգրամներ, դա մեր հիմնական տնտեսական գործունեությունն է, ստանալ կիլոգրամներ։ Դա նաև հնարավորություն է տալիս մեզ ավելի ճիշտ վերականգնել այս արոտը, որը սնում է մեր կենդանիներին, որից մենք ստանում ենք արտադրանք։ Եվ ճիշտ ասած, ես մի քանի անգամ ասել եմ եւ կրկնում եմ, վերականգնողական գյուղատնտեսության անասնապահության ընթացքում դուք այդքան էլ չեք պահում կենդանիներ, դուք ավելի շատ աճացնում եք արոտավայր, աճացնում եք բուսականություն, դուք կառուցում եք էկոհամակարգ, էկոսիստեմ, հավասարակշռում եք այդ էկոսիստեմը, օգտագործելով կենդանիներին, էլեկտրական հովիվին, որին դուք տեսնում եք հիմա, լարը եւ արևը, որը այս ամբողջ էկոհամակարգը հավասարակշռում է, այն դարձնում է ավելի արդյունավետ, ավելի հավասարակշռված, արոտավայրերը վերականգնվում են կենդանիների միջոցով հնձելու արդյունքում, ճիշտ հնձելու արդյունքում, ճիշտ տեղաշարժելու արդյունքում։ Սկզբից անգուստները, հետո դորպերները, իմիջիալոց, որոնք տեղափոխվեցին արդեն գիշերային ճամբար։ Ամեն օր ճշգրտորեն, որպեսզի զարգանան եւ վերականգնվեն արոտավայրերը գնալով եւ որպեսզի այս կենդանիները գնալով ավելի շատ քաշ հավաքեն։ Դա չափազանց կարեւոր է բոլորի համար, որպեսզի մենք չգնանք եւ չգնենք թանկարժեք ներկրված ինչ որ կերեր եւ հետո մեր արտադրանքը տնտեսապես ավելի քիչ մրցունակ լինի այն ներկրող երկրի մսի արտադրանքից, որտեղ կերը փաստորեն ավելի էժան է։ Սա մեկ։ Երկրորդը, որպեսզի ձեր արտադրանքը, մեր արտադրանքը լինի իսկապես բնական, մաքուր, էկոլոգիապես մաքուր։ Ես մի քանի անգամ ասել եմ, նորից պետք է կրկնեմ։ Սա էկո մթերք չի։ Մենք էկոից բարձր ենք։ Ցավոք սրտի պետք է ասեմ, որ այնքան են, ուրեմն, այնքան են էքսպլուատացիայի ենթարկել այդ էկո հասկացողությունը, որ այսօր արդյունաբերական միս կարելի է ստանալ, որի անունը կարելի է դնել էկոմիս։ Ցավոք սրտի։ Արդյունաբերական, գոմերում պահված, ինտենսիվ կերակրման, բայց էկո է։ Գոյություն ունի նաև էկո օղի օրինակի համար։ Այսինքն, մեր համակարգը էկոից ավելի բարձր է, սա ամբողջությամբ բնական, եւ ես ունեմ տեսանյութ նաև առավելությունների մասին տարբեր ժամանակների, որոնք նույնպես կտեղավորեն, որպես տեղադրեն, որպեսզի մարդիկ տեսնեն, ավելի հեշտ գտնեն եւ հասկանան։ Ոստի, այսքանով ուզում եմ սահմանափակել, խնդրում եմ գրանցվեք մեր ալիքին, հիմա կերեւ այդ կոճակը, գրանցվեք։ Մեր համար դա կարևոր է, ձեր համար շատ հեշտ բան է, մեր համար շատ կարևոր է։ Խնդրում եմ նաև տարածել մեր վիդեոները, հավանել նրանց, խնդրում եմ
կարող եք անցնել այս տեսանյութի տակ գտնվող հողումով եւ ծանոթանալ մեր արտադրանքին, առցանց կարող եք գնել, հղումը կա, buy.am հարթակից, ինչպես նաև այցելել մեր կայքեջ, տեսնել նորությունները, թե ինչ է սպասում, ինչ ենք արտադրելու, ինչ է գալիս, խանութները որտեղ են վաճառվում մեր արտադրանքը Mountain High Farms բրենդի տակ, փաստորեն բոլոր մեծ սուպերմարկետային ցանցերում, SAS, Zovk, Gourmenia, Roquefort եւ այլն, Butchers խանութում, կողբացու վրա վրեժի մոտ, ինչպես նաև հետևեք նորություններին, հոդվածներին, որոնք ես տեղադրում եմ հատուկ նրա համար, որպեսզի մարդիկ տեղյակ լինեն եւ ինչքան հնարավոր է շատ ինֆորմացիա ստանան, թե ինչպես կարելի է աճեցնել բնական վերականգնողական միս։ Շնորհակալություն եմ հայտնում եւ կտեսնվենք։